ռադիո տուներ գրավում, դուք էլ հանցափաստով ձերբակ ով կայացրեց այդ որոշումը։ Այստեղ կարևոր բան է, մի վարքյան։ Դավայ, էսի ամենալավ պահն է։ Դրանց պատասխանները Էլի հետ, էլի մի հատ Մարիաննայի կեցվածքն է նայենք, էլի լրագրության օբյեկտիվության կողմը նայենք, էլի, խնդրում եմ։ Ռազմականացված հիմնարկ է մտնում եւ գրավում են շենքը։ ռադիոտան դրվագի հետ կապված հարցերը մինչև այսօր կան, հնչում են եւ դրանց պատասխանները առնվազն չեն փարատում այդ հարցերը։ Տեսեք, ամբողջ խնդիրը այստեղ մեկն է։ Հանրապետականների մեր գործընկերներ, այդ պահին իշխանություն է եղել։ Քաղաքական որոշումը, ինչի մասին խոսում է Արթուր Դավթյան, ով է կայացրել։ Եթե իշխանություն հանրապետականն է, հա, եւ քաղաքական որոշում էր կայացվել Նիկոլ Փաշինյանին բաց թողնելու։ Ով կայացրեց այդ որոշումը։ Պարոն Սերժ Սարգսյանը ախր հələ երկրի ղեկավար էր։ Հանրապետական կուսակցությունը դեռևս այդ պահին իշխանություն է։ Արի Խնդրել 2 րոպե պաուզա տալ, լաստիկ արդիականը չէ՞ ասած, այդ հավայի չեմ պաուզաներ տալիս հենց։ լավ, մի հատ արի Ասեմ ինչ էր, մենք դա առաջ տվինք, էլի, բայց ինքը հետո կրկնեց։ Ինքը ինչ ասում, ասում Արթուր Դավթյան, Արթուր, չէ։ Դավթյան դահոլչին։ Հա, դահոլչին է դատախազը, հա, ինչ է։ Գլխավոր դատախազը մի խոսքով տվել է միտեղ հարցադրից, որտեղ ասել է, որ Նիկոլին բաց թողելու որոշումը եղել է քաղաքական որոշում, ու հիմա Կոչուբայևը հարցը բարձրացնում։ Բայց նաև ինքը ստեղ նայ, իրես ստեղ մի հատ հետաքրքիր բան կա, ասում է հանցագործոր բան անում, հելնում է իր բանի վրա, հետքի վրա, ստեղ հենց է տեղի ունեցել ու շատ խնդալու է։ Ուրեմն ես մի հատ Կոչուբայևին կարճ պատասխանեմ ու սկսենք հիմնավորել, հա։ Կոչուբայև հարցնում ես ով է տվել այդ քաղաքական հրահանգը, չէ՞, սիրելի հանրապետականներ։ Ուրեմն Դավթյան Արտուրը այդ նույն հարցազրույցի մեջ ասում է ով է տվել։ Կոչուբայև Կարեն Կարապետյանն է տվել այդ քաղաքական որոշումը, գեր։ Կարեն Կարապետյանը Լավ, ձերոնք ասել են էսի անես, բայց չեն ասել գոնե ձեր հետքի վրա չելենք։ Կարեն Կարապետյանն է տվել այդ քաղաքական որոշում կայացնողն եղել է Կարեն Կարապետյանը։ Հիմա թե ինչի Վազգեն Սաղաթելյանը կասի։ Կասում ու գալիս։ Ինչի է կարծիք ասեմ ինչի, դու ասել ես չունեմ։ Չէ, փաստ ասեմ ինչի։ Ապե դաժե Դավթյանն է դա ասում։ Ես մի րոպե մի բան ասեմ, դաժե եթե Սերժ Սարգսյանը լիներ, ես իմ ոչ քաղաքական Բայց դաժե եթե չի եղել այդպես։ Հասկացա, արի ընդունենք, որ ինչ որ այլ յունիվերսում Սերժ Սարգսյանն է դա եղել։ Այդ վիճակում երկրը, այսինքն եթե մենք ասում ենք որ Կարեն Կարապետյանն է, ես չեմ հանգում նրանից, որ եթե Կարեն Կարապետյանն, ուրեմն Կարեն Կարապետյանը բերել է Նիկոլին։ Ես ասեմ, ես հանգում եմ նրան, որ Կարեն Կարապետյանը երբ որ պատասխանատվություն էր վերցրել իշխանությունը վերցնելու ամսի 22-ին, երբ որ Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին արդեն ինքը գիտեր։ Եվ Կարեն Կարապետյանը Նիկոլենց հետ բանակցում էր, դա Նիկոլն է պատմել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։ Դա Նիկոլը պատմել է։ Եվ Կարեն Կարապետյանը բանտում բանակցում էր որպես հաջորդ վարչապետ։ Եվ ասում էր, Նիկոլի պատմաստ եմ ասում, ուրիշ տեղից բան չեմ ասում։ Բաց հային հրապարակային պատմել է, որ մեզ ասեցին, որ Սերժ Սարգսյանն ուզում է մի քանի օր էլ մնա, այս ապրիլի 24-ի միջոցառումներն անցնի, եւ մենք չհամաձայնվեցինք։ Կարեն Կարապետյանը սա է բանակցել Նիկոլի հետ բանտում, ընկեր, դա Նիկոլն է պատմել։ Եթե տես չի, թող Կարեն Կարապետյանը հերքի։ Եվ Կարեն Կարապետյանին փաստացի ամսի 23-ին հենց, թե 24-ին Երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական ատվել, Կարենը ավտոմատ դարել է օրենքյուժով վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Չէ, 24-ին ինքը երբ է դարել, ոնց որ այս հրաժարականից հետո։ Կարեն Կարապետյանը եղել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ իր հետ խոսեցել է Վլադիմիր Պուտինը, դա էլ է հրապարակային փաստ որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ու ընդհանրապես այս թեման մի օր լավ է բացվելու, ավելի լավ է բացվելու, քան հիմա մենք անում ենք։ Սես բաների վաղ ձեր հետքի վրա մի հելեք Արտուր Դավթյանն ասել է, դա այդ որոշումը կայացրել է Կարեն Կարապետյանը։ Ամսի 22-ից ողջ քաղաքական թիմի համար պարզ է եղել Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու։ Եվ Կարեն Կարապետյանը ըստ Նիկոլ Փաշինյանի բանտում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցել է Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իր վարչապետ լինելը։ Անես որ մեծ խոսալուց առաջ մտածեք, նորից եմ ասում։ Ամեն դեպքում ստե մի հատ ես դիսկլեյմեր անեմ, որ իմ համար այդ փաստը Նիկոլին բերելու process-ի մեջ այդ ինքն է կարևորում։ Ով է բաց։ Ես այդ իրավիճակով Իրաց տեսանկյունից որ նայես Կարենն է բերել։ Հա, դե ես տես չեմ նայում, այդ եմ ուզում ասեմ։ Ինքը ինչ ասում, ես չգիտեմ թե ինքը էս ինչի ասում։ Ինքը տեսեք, ինքը էսի անում է որպես հավելյալ մի հատ քար։ Ինքն դե բերեց, չէ՞, իր ասելով բերեց, որ տեսակ ախպեր, հանեցին բարձրագույն կրթությունը, հանեց բերցից դուրս թողեցին բան, ստեղ էլ արդեն դե որ մի բան անեն, որ տան իշխանությունը բանտից ազատեցին, թե չէ ինքնին առանձին այդ դրվագը, այտենց ես իմիջ չի, որտեվ անենց բարդակ էր երկրում, որ գուցե եւ ճիշտ որոշում էր այդ բանը իրան արդեն բաց թողել, ես չգիտեմ, անկախ հենց ով է կայացրել այդ որոշումը, դա առանձին վերցրած որևէ բան չի, բայց
ինքը դա մանիպուլյացիայով ներկայացնում է որպես հավելյալ մի փաստ, որ տեսեք, էս էլ արեցին, արա լավ էլ ինչ անեին, որ այդ տղեն չդառնար վարչապետ։ Հիմա ինքը հետո խոսալու է բաներ, որոնք էլի փաստական կեղծիքներ են եւ ստեր։ Այս մասը տենց հասկացեք, თან կարևոր չէ, ուզում եմ դաժե բաց թողեի, բայց ամեն դեպքում եկեք մի հատ հասկանանք, երբ է խոսում Խաչատուր Սուքիասյանի ու ուրեմն Գրզոյի եւ Նիկոլի տարբերության մասին,